Բարի գործերը, որոնք ամենուր կան, աշխարհի տարբեր անկյուններում։ Սովորական մարդիկ, ովքեր անում են անսովոր գործեր, արտասովոր գործեր, իրենց քաջությամբ ազդում մարդկության ապագայի վրա եւ ծառայում որպես հզոր օրինակներ։ Սա պատմության մեջ անցումային պահ է։ Եվ առաջադրված անձինք այդ փոփոխության մարմնավորումն են։ Իրականում աշխարհում շատ մարդիկ կան, ովքեր ֆանտաստիկ գործեր են անում, մեծ թե փոքր։ Աշխատում հանուն խաղաղության, զարգացման եւ մարդկության, ողջ մարդկության երջանկության։ Կահիր եք 24 ժամ առաջ։ Իհարկե մենք վստահություն ենք տածում ձեր աշխատանքի հանդեպ, ձեր ընտրության Աստծո կամոք ընտրեք ամենաարժանավորին։ Առաջադրված անձինք պետք է օրինակելի լինեն բոլոր մարդկանց համար, արևմուտքում թե արևելքում։ Վատիկան 8 ժամ առաջ։ Սրվող հակամարտությունների եւ պառակտման ժամանակաշրջանում կոչ եմ անում ձեզ հետամուտ լինել այս ազնիվ աշխատանքին, մարդկային բարության գործին։ Բարեգործությունը մեզ հիշեցնում է, որ բոլորս քույրեր ենք եւ եղբայրներ։ Մնաց 1 ժամ։ Այս մրցանակի սկզբունքները կենսական կարևորություն ունեն։ Եվ ես կարծում եմ, որ սպկայում այն մասին, թե մարդկային եղբայրությունն ինչպիսին պիտի լինի։ Հիշեցնում մեզ, որ իմաստավոր փոփոխությունը միշտ հնարավոր է։ Կարևոր է այնպես անել, որ այդ մարդիկ զգան, որ մենք իրենց տեսնում ենք եւ ճանաչում։ Մրցանակը հավերժ կլուսավորի այդ հերոսների ուղին։ Ժամանակն է։ Ահա մեր պատվավոր մրցանակակիրները։ Մենք արդեն ընտանիքի պես ենք։ Մեկ մարդկություն եւ երբեք չպետք է մոռանանք, որ միասին ավելի ուժեղ ենք։ Your Highness Sheikh Mohammed bin Ջերդյազացուն Շեյխ Zayed Al Մոհամմեդ bin Zayed President of the Նահյան, United Arab Emirates. Եվրոպա Արաբական Your Էմիրությունների Highnesses, նախագահ, Your Excellencies, պատվարժան distinguished հյուրեր, guests, գերազանցություններ, Assalamu alaikum wa մեծարգո հյուրեր, rahmatullahi wa barakatuh. բարեողջույն։ I am Roda Al-Sayegh, Roda Al-Sayegh and it is an եւ honor to be your host on this remarkable Պատիվ է ձեզ evening. հյուրընկալել եւ It is a վարել այս privilege to միջոցառումը։ now introduce Մեծ to you պատիվ է ձեզ tonight's ներկայացնել honorees. այսօրվա պատվավոր Tonight, we հյուրերին։ have the honor of recognizing a Այսօր historic պատիվ step ունենք towards գնահատելու peace. պատմական քայլ The agreement խաղաղության between ուղղությամբ։ the Republic of Azerbaijan Համաձայնագիրը and the Ադրբեջանի Republic of Հանրապետության եւ Armenia Հայաստանի is Հանրապետության being միջև, honored as a landmark decision որը guided by պատմական visionary նշանակության leadership որոշում է։ towards ending decades of Տեսլական ունեցող conflict and առաջնորդների humanitarian կողմից suffering in the ավարտ է Caucasus. դրվում Կովկասում Let us տասնամյակներ take a տևած closer look մարդկային at the տառապանքին impact եւ of դիտարկենք this historic այս պատմական agreement. համաձայնագրի ազդեցությունը։ We learn what it means to live in peace. Մենք սովորում ենք ինչ ասել է ապրել խաղաղության մեջ։ Beautiful feeling. Հավատացեք, դա գեղեցիկ զգացողություն է։ To strengthen peace. Կարևոր է ամրապնդել խաղաղությունը։ Concrete impact Այն for that. դրա համար կոնկրետ ազդեցություն կունենա եւ Ադրբեջան, եւ Հայաստանում եւ Ադրբեջանում։ Ես կցանկանայի հատկապես ընդգծել, թե ինչքան բարձր եմ գնահատում խիզախ քայլերը, որոնք ձեռնարկել են եղբայր Իլհամ Ալիևը եւ այն վճռական կամքը, որը դրսևորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը տևական խաղաղության հաստատման ուղղությամբ։ Ես հույս ունեմ, որ մարդկային եղբայրության մրցանակը շահեկան արդյունք կապահովի ողջ մարդկության համար։ Ես ի սրտե շնորհավորում եմ նախագահ Իլհամ Ալիևին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարդկային եղբայրության Շեյխ Զայեդի անվան մրցանակը ստանալու համար։ Ցանկանայի անկեղծ երախտագիտությունը հայտնել նորին գերազանցություն Շեյխ Մոհամմեդ bin Zayed Al Nahyanին, ով շարունակաբար հանձնառու է այս արժեքների պահպանությանը։ Ձեր գերազանցություն Արաբական Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ bin Zayed Al Nahyan, ինձ համար մեծ պատիվ է ի սրտե շնորհավորել մարդկային եղբայրության մրցանակի 2006 թվականի մրցանակակիրներին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին եւ Հայաստանի Հանրապետության նախագահ Նիկոլ Փաշինյանին։
menga ulkan sharaf bag'ishlaydi. This landmark agreement Այս ականավոր համաձայնագիրը վկայում է այն մասին, թե ինչպիսին է մարդկային եղբայրության բունեությունը։ Երևույթ, որն այսքան գնահատվում է տվյալ մրցանակի շրջանակում։ Սերտ գերազանցություն Նիկոլ Վովայևիչ, ես ի սրտե շնորհավորում եմ ձեզ մարդկային եղբայրության մրցանակը ստանալու համար 2026 թվականին։ Մրցանակակիրների ընտրությունը մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակի նորին Սրբություն Պապ Հռոմի Պապի հովանու ներքո եւ Ալազամ Ահմեդ Ալ-Թայեբ մեծն իմամի վկայում է այն մասին, որ բոլորս միասնական ենք եւ ճանաչում ենք ու գնահատում մարդկային արժեքները։ Այն գործողությունները, որոնք հանգեցրեցին խաղաղության եւ մարդկային արժանապատվության պաշտպանության։ Մարդկային եղբայրության մրցանակը աշխարհին հայտարարում է այն մասին, որ մարդկության խիղճը շարունակում է ապրել, որ բարեկեցիկ ապական կարող է միայն եղբայրության ոգով կառուցվել։ Ընկերներ, թույլ տվեք Հորդանանի ժողովրդի ջերմ ողջույնը ձեզ փոխանցել 2026 թվականի մրցանակակիրներին եւ այս կարևոր միջոցառման մասնակիցներին մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակի։ Ինձ համար մեծ պատիվ է ձեզ միանալ եւ կարևորել ու գնահատել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը եւ այն ավիթխարի ջանքերը եւ այն հրաշալի մարդկանց, ում շնորհիվ դա հնարավոր է դարձել։ We now invite our honorees, President of Azerbaijan, Մեր պատվավոր մրցանակակիրներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ we need to agree who will be speaking. Պետք է համաձայնեցնենք, թե ով է առաջինը խոսելու։ Your Highness, Mr. President of United Ձեր Arab գերազանցությունը Արաբական Միացյալ Էմիրությունների պարոն նախագահ, bin Zayed Al Nahyan, members of the judging committee, ladies and أعضاء gentlemen. لجنة التحكيم الكرام First of all, I'd like to express my gratitude to أولا նախ եւ առաջին միախտագիտությունն եմ հայտնում դատավորների հանձնաժողովին այս մրցանակի համար։ for me to receive the لاستلام award هذه Մեծ պատիվ է ստանալ մրցանակ, որը կրում է founder of UAE, مؤسس دولة Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր Ջանկահիշատակ Շեխի անունը։ and actions Մեծն առաջնորդում գործողությունները եւ տեսլականը վերափոխել են most prosperous and successful Արաբական countries. Միացյալ Էմիրությունները աշխարհի My dear brother Sheikh Mohammed ամենաբարեկեցիկ եւ հաջողված երկրներից the mեկին։ policy of his father إلى واحدة in من development, in الأكثر progress, نجاحاً وازدهاراً في in العالم. continued modernization. Today UAE is really an Այսօր example for many Արաբական Միացյալ countries Էմիրությունները իսկապես օրինակելի է բազմաթիվ երկրների համար, թե ինչպես վերափոխել երկիրը, ինչպես կառուցել հասարակություն, որն ապրում է խաղաղության, ներդաշնակության մեջ, հասարակություն, որը to its historical խորը roots, կապեր ունի but իր at the same պատմական արմատների հետ, բայց միևնույն ժամանակ to the future. հայացքը հառած է դեպի ապագա։ I'd like to express Ցանկանա gratitude to His երախտագիտություն հայտնել Eminence, Grand Imam of Al-Azhar, նույն սրբություն Dr. Ahmed Al-Tayeb, մեծն and His իմամ Holiness դոկտոր Ախմեդ Pope Ալ-Թայեբին Leo եւ for նորին their սրբություն Հռոմի contribution to Պապին, the ովքեր interreligious աջակցում dialogue են միջկրոնական and the երկխոսությանը efforts եւ to bring ջանքեր civilizations գործադրում, որպեսզի close to each other. քաղաքակրթություններն ավելի մոտ դարձնեն I միմյանց։ also express gratitude Ես to երախտագիտություն եմ all հայտնում the նաև colleagues բոլոր who գործընկերներին, addressed their ովքեր kind messages to the ceremony. բարի Once խոսք again, էին հղել այս underlining արարողության the արդիվ, importance կրկին ընդգծելով, թե of որքան peace կարևոր է between խաղաղությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եւ ոչ միայն մեր երկու երկրների համար, այլ նաեւ ողջ տարածաշրջանի։
Մենք ավելի քան 30 տարի պատերազմի մեջ էինք։ Հիմա մենք ապրում ենք խաղաղության մեջ։ Արդեն 6 ամիս է։ Ինչպես բազմից եմ ասել, մենք սովորում ենք։ Սովորում ենք ապրել խաղաղության մեջ։ Ես կարող եմ ասել, որ դա առանձնահատուկ զգացողություն է։ Մենք երբեք չենք ապրել խաղաղության մեջ։ Անկախություն ձեռք բերելուց ի վեր։ Մենք արագ ենք սովորում։ Վերջին 6 ամիսներին Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովից հետո, որը հյուրընկալեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, գործընկերության, համագործակցության միջոցով մենք շարժվում ենք տևական եւ մշտական խաղաղության ուղղությամբ։ Ես կցանկանայի նաեւ երախտագիտություն հայտնել ԱՄՆ-ի նախագահին Դոնալդ Թրամփին Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղությանը աջակցելու համար։ Նա երակոմ գագաթնաժողով հյուրընկալեց 2025 թվականի օգոստոսի 8-ին, որի արդյունքում նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ ստորագրվեց համատեղ հռչակագիր, նախագահ Թրամփը նույնպես այն ստորագրեց որպես վկա։ Այդ կերպ վերջ դնելով 3 տասնամյակ երկար տևած արյունահեղ եւ մահաբեր հակամարտությանը։ Այս 6 ամիսներն, ինչպես ասացի, շատ կարևոր էին զարգացման համար, մեր հարաբերությունների զարգացման համար։ Մենք ոչ միայն վերացրեցինք սահմանափակումները բեռնափոխադրումների համար Ադրբեջանի միջոցով դեպի Հայաստան, այլ նաև սկսեցինք արտահանել նավթային ապրանք դեպի Հայաստան։ Այսինքն այս 6 ամիսների ընթացքում մենք սկսել ենք համագործակցել։ Այժմ մենք ավելացնում ենք մեր առևտրաշրջանառությունը եւ առավոտյան ես հանդիպեցի իմ հայ գործընկերոջ հետ ու մենք քննարկեցինք ինչպես առաջ շարժվել եւ միանշանակ է, որ այսօրվա մրցանակաբաշխությունը եւ մեր ջանքերի այս գնահատումը այսպիսի պատվարժան դատավորների հանձնաժողովի եւ մեր բոլոր բարեկամների կողմից շատ քաջալերող է։ Կարծում եմ, որ մեր օրինակը Օրինակից պետք է դասեր առնել, որպես ճանապարհային քարտեզ ընդունել նրանց համար, ովքեր դեռ պատերազմում են։ Մեր օրինակը ապացուցում է, որ խաղաղությունը հնարավոր է, չնայած երկար տևած հակամարտությանը, չնայած տառապանքին եւ չնայած փոխադարձ անվստահությանը։ Դա հնարավոր է, երբ կա ուժեղ քաղաքական կամք երկու կողմերի մոտ եւ երբ այս գործընթացին աջակցում են բարեկամ երկրները եւ միջազգային հանրությունը։ Եվ իմ վերջին ասելիքը վերաբերում է այս մրցանակաբաշխությանը, որն այստեղ Աբու Դաբիում է կայանում։ Ես այն խորհրդանշական եմ համարում, քանի որ բանակցությունների վերջին շրջափուլը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տեղի ունեցավ այստեղ նախորդ տարվա հուլիսին Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովից միայն 1 ամիս առաջ։ Այսինքն այստեղ Աբու Դաբիում մեր եղբայր Շեյխ Մոհամմեդի աջակցությամբ մենք վերջնական համաձայնության եկանք խաղաղություն հաստատելու մասին եւ հետո այն պաշտոնական դարձրեցինք Վաշինգտոնում։ Այս խորհրդանշական բան այսօր օդում թևածում է։ Ես կրկին երախտագիտություն եմ ուզում հայտնել բոլոր նրանց, ովքեր որոշում կայացրեցին մեզ հանձնել այս պատվաբեր մրցանակը, հեղինակավոր մրցանակը եւ բոլոր նրանց, ովքեր մեզ օգնեցին հասնելու խաղաղության։ Շատ շնորհակալություն։ Thank you very much. Շնորհակալություն, շատ շնորհակալություն, մեծարգո գործընկերներ։ Պատվարժան, հյուրեր, տիկնայք եւ պարոնայք։ Այն ինչ կատարվում է հիմա այստեղ անհավատալի է։ Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդները միավորվել են կիսելու մարդկային եղբայրության Զայեդ պատվավոր մրցանակը։ Ի նշանավորում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրի։ Վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի խաղաղություն, Հայաստան, Ադրբեջան բառերը միասին։ Եվ նույնիսկ եթե այս բառերը միասին օգտագործվեին, դա ըստ կնշանակեր ինչ-որ անհավանական բան։ Ահա թե ինչու այն, ինչ տեղի է ունեցել 2025 թվականին եւ տեղի է ունենում հիմա, անհավանական է։ Սակայն այս արարողությունը միայն խաղաղության համաձայնագիրը տոնելու մասին չէ։ Այն նաև
by both Armenia and Հայաստանի եւ Azerbaijan Ադրբեջանի կողմից that the այն page of the փաստի conflict հաստատումն է, is որ turned. հակամարտության էջը փակ է։ Otherwise, it would be meaningless Հակառակ for the դեպքում president անիմաստ of կլիներ Azerbaijan Ադրբեջանի or for me նախագահի to կամ ինձ come համար here գալ and այստեղ եւ accept this honor. արժանանալ այս պատվին։ This is also Սա an նաև act of միջազգային support հանրության by the աջակցության international community դրսևորում է, because the decision was made քանի որ որոշումը by the կայացվել է judging committee դատավորների with կոմիտեի highly կողմից, որի respectable կազմում member ընդգրկված են list from all around the world. աշխարհի տարբեր And I ծայրերից would like to express my gratitude and բարձր հարգանքի appreciation արժանացած to անդամներ, the եւ ես judging կցանկանայի committee. երախտագիտությունս ու գնահատանքս Dear հայտնել friends, դատավորների your կոմիտեին։ decision is Հարգելի definitely ընկերներ, strengthening ձեր որոշումն peace in our անկասկած region, ամրապնդում է and thank you խաղաղությունը for մեր that. տարածաշրջանում, ինչի համար շնորհակալ ենք This ձեզ։ award was Այս մրցանակը established հիմնադրվել է jointly by His Eminence, the նորին Grand կերազանցություն Imam of Ալ-Ազհարի Al-Azhar and His գերագույն Holiness the իմամի եւ Pope. նորին սրբություն Հռոմի պապի This համատեղ fact ջանքերով։ symbolizes Այս the փաստը support of խորհրդանշում է Muslim and Christian votes մահմեդական եւ քրիստոնեական for peace աշխարհների between աջակցությունը Armenia Հայաստանի and եւ Ադրբեջանի միջև խաղաղությանը։ Ladies and gentlemen, Տիկնայք եւ պարոնայք, unbelievable things happened when անհավատալի there is բաները belief, տեղի են ունենում, երբ կա devotion, հավատ, vision, and նվիրվածություն, wisdom. տեսլական եւ իմաստություն։ I think the peace deal Կարծում եմ happened խաղաղության because համաձայնագիրը Armenia and կնքվեց, քանի որ Azerbaijan Հայաստանն ու Ադրբեջանը հասկացան, that the որ conflict needs to be հակամարտությունը stopped պետք է now, դադարեցվի otherwise հիմա, it will հակառակ never be պարագայում այն stopped, երբեք չի դադարեցվի, bringing new and new բերելով sufferings նորանոր to both տառապանքներ countries երկու and peoples. երկրներին եւ ժողովուրդներին։ But while desire to Սակայն work for չնայած human fraternity մարդկային եղբայրության is being Զայեդ formally մրցանակը presented պաշտոնապես to the հանձնվում է leaders of Հայաստանի եւ Armenia Ադրբեջանի and Azerbaijan, ղեկավարներին, it is in այն truth հիրավի an achievement մեր that belongs to ժողովուրդների our peoples. ձեռքբերումն է։ The leaders of Հայաստանի Armenia եւ and Ադրբեջանի Azerbaijan ղեկավարները have taken bold steps, համարձակ քայլեր են ձեռնարկել, but it is բայց the մեր willingness of our ժողովուրդների peoples to embrace նոր a ապագա new ընտրելու future պատրաստակամությունն է, that որ truly makes իսկապես historic հնարավոր է moment դարձնում possible. պատմական այս պահը։ This award, Հետևաբար այս մրցանակը is as much for every նույնքան Armenian կարևոր է and յուրաքանչյուր հայի եւ ադրբեջանցու համար, ովքեր համարձակություն են ունեցել ապավինել խաղաղությանը։ Եվ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր երկու ժողովուրդներին այն ընկալման համար, որ անցյալը փոփոխման ենթակա չէ եւ այն մեր հնարավորություններից դուրս է։ Հետևաբար մենք չպետք է կենտրոնանանք այն բանի վրա, ինչը մենք չենք կարող փոխել։ Մենք պետք է կենտրոնանանք մեր ազգերի համար խաղաղ եւ բարգավաճ ապագա կերտելու վրա։ Սա հեշտ ճանապարհ չէ, որովհետև կա մեծ անվստահություն, հոռետեսություն, զայրույթ եւ նույնիսկ ատելություն։ Հակամարտության ընթացքում շատերը մահացել են եւ շատ զգացող ընտանիքներ այժմ հետևում են այստեղ տեղի ունեցողին։ Նրանցից ոմանք հնարավոր է այս իրադարձությունը համարեն անտեղի, բայց տառապանքների շարունակությունը ոչ թեթևացում է, ոչ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր տառապել են։ Սպանությունների շարունակությունը ոչ թեթևացում է, ոչ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր սպանվել են եւ նրանց հարազատների համար։ Խաղաղությունը բոլորի համար միակ մխիթարությունն է։ Խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է։ Գերազանցություններ, տիկնայք եւ պարոնայք։ Զայեդի մարդկային եղբայրության այս պատվավոր մրցանակը ստանալու նշանակալի առիթով կցանկանայի խորին երախտագիտությունս հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, ում անձնական ներգրավվածության եւ խաղաղության իդեալին նվիրվածության գործոններն էին հիմնական գործոնները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման համար եւ հուսով եմ, որ մենք պատիվ կունենանք ներկա գտնվել նրան Նոբելյան խաղաղության մրցանակը ստաժանվույնս շնորհելու արարողությանը։ Մի բան ինչին արժանի է, շնորհակալություն եւ թույլ տվեք հատուկ երախտագիտությունս ու հարգանքս հայտնել նորին մեծություն Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին եւ այս գեղեցիկ երկրի հիմնադիր հայր երջանկայի հիշատակ եւ պատվարժան Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանին։ Շատ շնորհակալություն։ Let us once again extend our heartfelt կրկին congratulations իսրտե to the շնորհավորենք Armenia-Azerbaijan peace agreement. Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի Reconciliation and peace building. առիթով։
Արտասման եւ խաղաղության խորհրդանիշ։